նախ Շահրամանյանը հանձնեց 8 հոգուն, հետո ինքը եկավ, չէ, ինքն է հանձնել։ Շահրամանյանը հանձնել է այդ 8 հոգուն Բաքվին։ Թուղթը ստորագրել է երևի, հետն էլ եկել է, որ չի ուզելու։ Հիմա էլ եկել է խաբում է։ Սովետական տարիներին բուհեր մեծրիսի բան կար, որովհետև քնչան բանի ժամանակ եղել է դեպ ուսանողը, քանի որ դասի քնչան չի գնացել, իր մահվան մասին թուղթ է տարել, որ ինքը մեռած եղել է դորեր։ Այս մարդ այդպեսի մեռած թղթեր ստորագրել եկել է։ Ինքը բոլորին հանձնել Արցախի բանակին, Արցախի զենքը, այդ բոլոր ինքն է արել եւ 8 հոգուն էլ հետը։ Կրկնում եմ, շատ լավ կլներ, եթե սրանք կային եւ Հայաստանը կարողանար սրանց դատել, նախ ինֆորմացիա ստանար, հետաքննել, ինչ է կատարվել, ինչ են արել։ Ինձ թվում է դրանց պարագլուխը Բակոն եղել, Բակոից պետք է իմանան, որովհետեւ չհայտնի չեկիստը մեջների նա է։ Մնացածն են այսպես, հիմա ինչ են ուզում Հայաստանից, պետք է իմանանք, որ Հայաստանում իշխանություն մնացել է եւ Մոսկվան ունի մաղձ, պիտի Հայաստանում իշխանություն լիկվիդացնի, բայց Հայաստանում մինչեւ ինքը իշխանություն կլիկվիդացնի, ուրեմն իրենք Ուկրաինայի խուտորներում կմեռնեն, կվերջանան որպես պետություն, վերջացած է, թե չէ մեզնով վաղուց էին զբաղվում, Շահրամանյանը որ կար զբաղվել մեզնով,